մանդատ վերցնել, չվերցնել, խորքի մեջ ինչ կկատարվի։ Քննարկը մենք չենք գիտեր ուր է։ Մենք կսպասենք ընդդիմության արձագանքին, թե իշխանությունը ինչ պիտի ինի։ Հողով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ընդդիմադիրի աթոռը առնել, լուրջ եք ասում։ Սա է ժողովրդավարությունը։ Սա է ազատ մրցակցային պայմաններն ու հնարավորությունը։ Ինքս էլ պնդում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը լեգիտիմ չէ եւ նրա լեգիտիմությունը մեծ հարցականին տակ է։ Ընտրական տուրիստների հանգամանք, ընտրակաշառք, ուզուրպացիա, սրան պիտի տրվի գնահատական, ինչպես օրինական եւ իրավական ճանապարհով, չոքացնելով, իրավական առումով չոքացնելով, իրավական մուրճը գանգներին իջացնելով։ Կարմիր գիծ պետքա քաշվի եւ Մոլդովայի օրինակը պետքա Հայաստանի Հանրապետությունում կիրառվի։ Այսինքն ուսակցությունները փակվին։ Ընդհուպ ուսակցություն, որ աչքի անկել նախընտրական փուլում հազարավոր դեպքերով ընտրակաշառք բաժանելու մեջ, դա կուսակցություն չի, դա առևտրական ինչ-որ կազմակերպություն է, որ ուզում է ժողովրդին էժանով առնի, որ թանկով վաճառի։ Նոր կառավարության արչև մի քանի կարևոր թղթածրար կա, որոնց մեկը խոսի Գաթողիկոսի թեմայով, եկեղեցու թեմայով, Վարշաբադեն գուկակ Երևան ինչ մթնոլորտ կա։ Հայաստանի Հանրապետության 730,000 քաղաքացի կտրիչ Ներսիսյանի հերացման օրակարգին ասել է այո։ Հիմա ինչու՞մ է խնդիրը։ Բարև ձեզ արևելքի հարթակով կշարունակենք անգեղծ զրույցներու շարքը ես Սակո Արյանն եմ այսօր հյուրս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է բարի եկացեք պարոն Մկրտչյան Բարև ձեզ շնորհակալ եմ հրավերի Հետընտրական ծեր առաջին եթերն է մեր հարթակով ինչ ցույց տվին այս ընտրությունները այն իմաստով որ Հայաստանի հասարակության քաղաքական ընդրության մասին ինչ կրնանք ասել ինչ կրնանք թիդարգել եւ տասեր քաղել Կրկին անգամ շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր լսարանին։ Գիտեք, այս ընտրությունները իրականում հետընթաց արձանագրեցին 2018 թվականի արձանագրված առաջընթացին զուգահեռ, ինչ առումով, որ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում գտնվեցին քաղաքացիներ, ովքեր ընտրատեղամաս գնացին շահագրգռվածության, փողի, հակած տակը կեղտոտած շալվարի, քյաբաբի դիմաց ու այս ամեն ինչը ես ցավով եմ արձանագրում եւ կարծում եմ, որ մենք պետքա ապագայում լրջագույն աշխատանք տանենք հանրային գիտակցության բարձրացման ուղղությամբ եւ հատկապես մատաղ սերնդին, հատկապես այն սերնդին, որը որ դպրոցն ավարտելուց հետո մտնում է մեծ կյանք եւ ուսանողական տարիներին արդեն լինում ընտրող, կարողանա ճիշտ կողմնորոշվել եւ ձայնագողերն ու ձայնը գնողները, այդ ոհմակը, այդ մաֆիան, այդ պետության մեջ գործող մետաստազները հնարավորություն չունենան մատաղ սերնդին իրենց ճանկերի մեջ առնելու։ Առհասարակ պետքա դիտարկել նաև զարգացող երկրների եւ զարգացած երկրների փորձը այստեղ եւ դպրոցներում ընդհանուր դասավանդել եւ իբրև առարկա դարձնել հանրային գիտակցությունը, քաղաքական առողջ միտք ունենալը, քաղաքականության եւ առհասարակ իբրև քաղաքացի հանրության մեջ կարելիների եւ չի կարելիների հստակ ընդգծումը կրթումը եւ պետք է կրթել սերունդներին ինչ տեղի ունեցավ այ օրինակ 2008 թվականին ծնված երեխան այս տարի ընտրող էր եւ երբ որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին Երևանի կենտրոնում մարդկանց գնդակահարում էր Սերժին իշխանություն փոխանցելու համար այդ երեխան կամ դեռ ծնված չէր կամ էլ եթե ծնվել էր մի քանի օրեկան, մի քանի ամսեկան էր։ Եվ շատ հեշտ է Քոչարյանական շրջանակի համար, օրինակ այդ երեխային եւ այդ սերնդին թիրախ դարձնել ու փորձել իրենց կողմը։
ներգրավել։ Էլ չեմ ասում, որ գործի ադրվում նաև կեղտոտ գործիքակազմ, օրենքով արգելված գործիքակազմ, ընտրակաշարքների տեսքով, բարեգործությունների տեսքով։ Առաջինը սա պետք է արվի եւ առհասարակ տեղի ունեցավ այն ինչը որ երևի թե կանխատեսել էի ես դեռևս ամիսներ առաջ իշխանություն, որը դուրս էր եկել մի ամբողջ մեքենայի դիմաց եւ Պուտինի գրպանի տեխնացուներ, ովքեր դուրս էին եկել թե Հայաստանի Հանրապետության, թե նրա ժողովրդի, թե նրա պետականության առաջ։ Ու ցավոք սրտի, ընտրությունների ընտրական փուլում, նախընտրական փուլում հնչել են հայտարարություններ, որոնք հիմա ավելի լրջագույնս պետքա դիտարկվի, քան հենց բուն ընտրական process-ում էր պետք դիտարկել։ Այ օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ մի քանի անգամ հայտարարել է, որ ընտրական process-ի մեջ ներգրաված են լրտեսներ։ Եվ հիմա ըստ մեղադրանքի, որ մեղադրվում էր կողմերին լինելու լրտես լինելու մեջ, հիմա այդ ուժերը ներթափանցել են խորհրդարան։ Ավելի հեռուն ենք մենք գնում։ Խորհրդարանական մեծամասնությունը քաղաքացիական պայմանագիրը ամենաբարձր մակարդակով բոլոր պաշտոնյաների գրեթե շուրթերով հայտարարում է, որ ընտրություններին ընտրակաշարքը ունեցել է վերջնական արդյունքի վրա ազդող հանգամանք եւ ընտրակաշարքով մարդիկ կարողացել են այդ շեմը հաղթահարել, օրինակ ընդամենը 3 ամիս քաղաքականությամբ զբաղվող եւ երբևէ հայ հանրության իբրև քաղաքական գործիչ հայտնի չեղած կալուգացի օլիգարխը 300,000 եւ ավել քվե է ստանում։ Նոնսենս չի։ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ քաղաքական process-ների մեջ տարիներ են, մաքուր են, կեղտոտված չեն, լրտես չեն, սիրում են իրենց երկիր, իրենց պետությունը, շփվում են ամեն օր ժողովրդի հետ, բայց առանձին դեպքերում ընտրական process-ների մեջ ներգրավելու պարագայում ընդհուպ անցողիկ շեմը հաղթահարելու խնդրին են բախվում։ Հիմա դուք ինձ ուզում եք համոզել, որ 3 ամիս ընդամենը քաղաքականության մեջ կիսատ պռատ արհեստական բանականության օգնությամբ ներթափանցած գործիչը կարող է Հայաստանի Հանրապետությունում առանց կաշառքի, առանց ինչ-որ ընտրական տուրիստների ներգրավման 300,000 քվե ստանալ։ Ու սա արձանագրում է քաղաքական մեծամասնությունը։ Նաև ադրբեջանցի 300,000-ով։ Դրան դեռ կանրադառնանք հուսով եմ։ Ու սա արձանագրում է քաղաքական մեծամասնությունը։ Ընդգծելով, որ խորհրդարանական ընդդիմությունը առնվազն լեգիտիմ չէ, եւ ես երկրորդում եմ նրանց եւ հաստատում եմ եւ իմ կարծիքն եմ այստեղ նաեւ արտահայտում եւ ինքս էլ պնդում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը լեգիտիմ չէ եւ նրա լեգիտիմությունը մեծ հարցականի տակ է։ Էլ չեմ խոսում, որ եղել է մեղադրանքներ, նորից եմ կրկնում, լրտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ եւ սա եւս պետքա գնահատականի արժանան։ Հակառակ պարագայում պետքա մենք եւ իշխանությունը առաջին հերթին հանրությանը բացատրի, թե ինչպես է պատրաստվում պայքար տանել լրտեսական գործունեությամբ ենթադրյալ զբաղվող շրջանակի դեմ արդեն ինստիտուցիոնալ մակարդակում, երբ որ նրանք խորհրդարան են ներթափանցել եւ ընդհուպ նրանց ձեռքը հասնում է պետական գաղտնիք պարունակող բազմաթիվ փաստաթղթերի։ Մենք տեսանք, չէ, որ ընտրական փուլում եղավ նաև բացահայտում ԲՀԿ-ի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի մասով, իրավապահների նախնական գնահատականը այն է, որ նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ եւ ազգային ժողովից փակ գաղտնի նիստի շրջանակից կարևորագույն տեղեկություններ է 600 քանի հազար դոլարի դիմաց հանձնել երրորդ երկրի հատուկ ծառայություններին։ Ըստ մեղադրանքի, ըստ քննչական կոմիտեի կրկնում եմ, կա այսպիսի հայտարարություն, այսպիսի մեղադրանք, ըստ ազգային անվտանգության ծառայության նաև։ Հիմա ինչպես են պատրաստվում այս խնդիրը լուծել, կամ առհասարակ մենք սա խնդիր համարում ենք հետընտրական Հայաստանում 2026 թվականի 2026 թվականի ընտրություններից հետո իբրև արձանագրված իրողություն, մենք որպես պետություն, մենք որպես հասարակություն, մենք որպես ժողովուրդ, սա պրոբլեմ համարում ենք եւ պատրաստվում ենք այս պրոբլեմը լուծել, թե ոչ։ Ու
ի հետևություն իմ ասացի, ես նաև ունեմ առաջարկ։ Գնալ քաղաքական դաշտը մաքրելու ճանապարհով ի վերջո, որովհետև գիտեք, եթե սա լիներ ներհայաստանյան պայքար եւ բացառապես Հայաստանի Հանրապետությունում գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դարդով, ցավով տապակվող շրջանակների պայքար, ես սա կընդունեի։ Բայց եթե կա այստեղ արտաքին միջամտություն, արտաքին ականջներ, արտաքին միջամտություն, ընտրական տուրիստների հանգամանք, ընտրակաշառք, ուզուրպացիա ըստ երևույթին, ապա սրան պիտի տրվի գնահատական, ինչպես Քավլիցի, օրինական եւ իրավական ճանապարհով, չոքացնելով, իրավական առումով չոքացնելով, իրավական մուրճը գանգներին իջացնելով, հետո ինչ պետք է արվի, կարմիր գիծ պետք է քաշվի եւ Մոլդովայի օրինակը պետք է Հայաստանի Հանրապետությունում կիրառվի։ Այսինքն գուսակցությունները փակվին։ Ընդհուպ կուսակցություն, որ աչքի անկել նախընտրական փուլում հազարավոր դեպքերով ընտրակաշառք բաժանելու մեջ, դա կուսակցություն չի, դա առևտրական ինչ-որ կազմակերպություն է, որ ուզում է ժողովրդին էժանով առնի, որ թանկով վաճառի։ Ու այդ շրջանակը պետք է դուրս մղվի քաղաքական դաշտից։ Այո, իրավական ճանապարհով, ով պետք է դուրս մղի։ Չասեք ժողովուրդը։ Դա պետք է անի իրավական, իրավապահ համակարգը եւ քաղաքական իշխանությունը։ Դրան պետք է տրվի առաջին հերթին քաղաքական գնահատական, հետո իրավական գնահատական։ Սա պահանջ եմ ես ձևավորում։ Ես հաշտ չեմ։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին կաղանքի մեջ չի ընկել, որ ընտրական տուրիստներն ու ընտրակաշառքով ձայն վաճառող հանցագործները, այն շրջանակը, որ ձայն ա տվել ընտրություններին, էս կալուգացում, Բելարուսամետին ու չգիտեմ, այն իր անունն ու իր պիտակը իր ճակատին դաջված է, չեմ էլ ուզում տալ։ Դրան կներեք, սրան պետք է տրվի գնահատական, հարգելիներս։ Հայաստանի Հանրապետությունը եւ հավաքական առումով հայ ժողովուրդը կաղանքի մեջ չի հայտնվել, որ այս շրջանակները այսպիսի մեխանիզմ են գործի դրել ու հայտնվել են խորհրդարանում։ Եթե թվում է, որ ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 3 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ապրում են այստեղ, պետքա կրակն են ընկել առավոտից երեկո ազգային ժողովի կամ դատարկաթոռները տեսնեն, կամ էլ, չգիտեմ, գործակալական գործունեություն ծավալեն այս երկրի խորհրդարանում, չարաչար սխալվում եք, սրա հետ պետքա հաշտ չլինել եւ արձանագրված հետընթացը ընտրական պրոցեսի ընթացքում պետքա ուղում մտցնել եւ առաջընթաց արձանագրել, բացառել օրենսդրական նախաձեռնություններն արդեն իսկ տեսնում ենք ազգային ժողովում, որ մտել են եւ թող քաղաքացիական պայմանագրի падգամավորները նույն ոգով շարունակեն։ Վերջին 1 տարում, վերջին 6 ամիսը Հայաստանում չապրած քաղաքացիները կամ որ նույնն է ընտրական տուրիստները այլևս հնարավորություն պիտի չունենան քվեարկելու։ Կաշառքի մասին պատժի չափը 9 եւ 10 տարի է դարձվում։ Եվ այսպես շարունակ, այո, եւ ի վերջո Պուտինի եւ առհասարակ որևէ արտաքին ուժի գերպանային քաղաքական ուժերը Հայաստանի Հանրապետությունում պետքա գործունեություն ուղակի չծավալեն, պորտե-պորտ ընդհուպ չծավալեն։ Ու սա դիկտատուրա չի։ Սա օրենքի գերակայություն է, սա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունից բխող գործողություն է եւ սա Հայաստանի Հանրապետությունում ապրող 3 միլիոն քաղաքացիների շահերից է բխում, առաջին հերթին։ Պասկովցի Գագոյի շահերից վստահաբար սա չի բխում, բայց Հայաստանի Հանրապետությունում, Գեղարքունիքի մարզում, Ծովագյուղում ապրող քաղաքացու շահերից սա բխում է, ինչպես որ մնացած Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերի քաղաքացիների շահերից։ Հիմա քաղաքացիները Վառոնեժից, Պասկովից, Պիցիգորսկից, չգիտեմ, Պերնից, Սիբիրից, էլ ավտոյով, էլ սելով, էլ օթանավով եկան
ընտրական տուրիստիկ Շուտ ուզեցին կարգավիճակում երթալ, պատտվեցին, շուտ մի երկու բաժակ գինու փառատոնի ժամանակ խմեցին, առավոտյան այդպես կիսագինովցած ընտրությունը կատարեցին ու գնացին։ Ու ինչ? վախով որ Ու ինչ սա խառնվի։ ու հարգելի իշխանություններ, ձեզ եմ դիմում, դուք եք պատասխանատու։ Այդ շրջանակը պետքա դուրս մղվի։ Հարգելի իշխանություններ, դուք ինձ ուզում եք Այս մեկը համոզել, նոր էր, չէ՞, անկախ բայց նրանից, Վահագն որ ես ընտրողն եմ եղել։ Այս ոճը նոր էր եւ գրնա շարունակվի այս Դրա ընդրական համար եմ տուրիզմը։ ասում, մենք պետքա սահմանենք եւ վստահ եմ վարչապետ Փաշինյանը հենց այս ճանապարհով էլ գնալու է։ Մենք պետքա սահմանենք հստակ ժամանակացույց, հստակ ժամանակահատված, գոնե թե ինքներս մեզ համար կամ ինքներս մեր մեջ ինքներս մեր գլխում, եթե ոչ հրապարակային, որպեսզի եռագլուխը հնարավորություն չունենա բազմանալու եւ բազմաթիվ գլուխներ քաղաքական դաշտում ստեղծելու, պետքա այդ գիծը քաշենք։ Մենք այդ ճանապարհով պետքա գնանք ինչու։ Այստեղ լավ նորից եմ կրկնում, սա ներհայաստանյան չի, որովհետեւ այս շրջանակը քվե է ստացել ընտրակաշառքի միջոցով, արտաքին ազդեցության օգնության միջոցով եւ իհարկե Հայաստանի Հանրապետության գուցե այն քաղաքացիների միջոցով, ովքեր խաբվել են 300,000 ադրբեջանցիների մասին կեղծ թեզին։ Իսկ այդ կեղծ թեզը ռումբ է իրականում Հայաստանի Հանրապետության տակ։ Ռումբ, որը ունի երկու շահառու։ 3 շահառու։ Ադրբեջան առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնություն եւ նրանց խամաչիկային ներհայաստանյան շրջանակներ։ Ու 5 տարի շարունակ ձեզ ինչ է թվում Հայաստանի Հանրապետությունը պետքա հանդուրժի այս ամեն ինչը։ Հա լավ իշխանությունն ասում է պետքա կալուգացին պատասխանի 300,000 ադրբեջանցիների մասին կեղծ թեզին։ Ես էլ ասում եմ դադարեցրեք այդ խոսակցությունները առհասարակ։ Դադարեցրեք 300,000 ադրբեջանցիների մասին խոսակցությունը առհասարակ երկուստեք։ Դուք ում ջրաղացին եք ջուր լցնում։ Ուր եք ուզում տանել Հայաստանի Հանրապետությունը։ Լրտեսական կամ օտարերկրյա ադրբեջանական նարատիվեր բերող շրջանակները պետքա վռնդվեն քաղաքական դաշտից եւ վերջ։ Ընտրեք այս ճանապարհն ու գնացեք։ Վստահ գնացեք, որովհետեւ ժողովուրդը թիկունքներից կանգնած է։ Եվ ի վերջո եկեք արձանագրենք, որ քաղաքացիական պայմանագիրը ստացել է այս ընտրություններում ավելի շատ քվե 30,000 եւ ավել քվե, քան նախորդ 2021 թվականի ընտրություններում։ Ես արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակից եմ եւ արտահերթը ընդգծում եմ ժամանակի մասով էլ թող քաղաքական մեծամասնությունը պատասխանի, երբ է պատրաստ այդ ճանապարհով գնալու։ 5 տարի եթե իրենց թվում է մենք պետքա հանդուրժենք կալուգացու ոչինչ չասող խմբակցությունը, եթե պետքա հանդուրժենք Քոչարյանի ոչինչ չասող խմբակցությունը, ադրբեջանական նարատիվերի ազգային ժողովի ամբիոն տեղափոխվելը, տուրու դմփոցը, գողփիսո քաչալշունը, այդ չարաչար սխալվում են, որովհետև դա առաջին հերթին լեգիտիմ չի, վերջ։ Լեգիտիմ չի։ Այսքանով ամեն ինչ ասված է։ Բավականին մենք նկատեցինք, որ հատկապես խոսքը ընդդիմության մասին է, ընտրություններն ամիջապես յետք եւ մինչեւ այսօր մենք կարևոր հարցում մգա, որ կվերապերի Հայաստանի ընդդիմության, որ մանդատ վերցնել, չվերցնել, խորքի մեջ ինչ կկատարվի, արդյոք ընդդիմությունը կսպասե իշխանության այսպես վերապերմունքին, կամ կնկատենք նաեւ որ իշխանությունն ալ ծեր խոսույթի այդ թեժությունը չունի, երեք կլսեի բարոն Գոնջորյանին, գսեր թե աբակային օրենքներ պիտի մշակվին, կանխելու համար ընդրատուրիզմը եւ այլն, բայց գդրական ինչ որ հագաստեցություն չտեսանք իշխանութենեն, վարչապետ Փաշինյան մի քանի վիդեոներ ներկայացուցելով թե ոչ ոք կրնա փախչիլ Հայաստանեն, բայց գարձեք քննարկը մենք չենք գիտեր ուր է։ Մենք կսպասենք ընդդիմության արձագանքին, թե իշխանությունը ինչ պիտի ինի։ Նախ այդ ընդդիմություն կոչվածը եկեք արձանագրենք, որ ոչ մի բանի էլ չի սպասում, եթե կա մի բանի, որ իրենք սպասում են, դա Կիրիենկոյի որևէ հրահանգն է։ Իսկ Կիրիենկոն իմ խորին համոզմամբ փորձում է Հայաստանի Հանրապետության ներսում
պրոցեսները ապա քաղաքական տրամաբանության մեջ տանել։ Քաոս, անիշխանություն, ընտրությունների լեգիտիմության կասկածի տակ դնել, այն պարագայում երբ որ իրենք են թաթախված է դրա մեջ։ Այն դրա համար եմ ասում, պետք է իրերը կոչվեն իրենց անունով։ Իսկ իշխանությունը, ասում եմ, ես մեծամասնություն եմ ստացել եւ հաշտա նրա հետ, որ ընտրակեղծարարությամբ կարելի է ազգային ժողովում աթոռներ զբաղեցնել։ Սա նորից եմ կրկնում, ռումբա Հայաստանի Հանրապետության ապագայի տակ։ Իսկ որևէ մեկը ունի երաշխիք, որ վաղը ավելի շատ փողով, ավելի շատ կապերով, հնարավորություններով որևէ մեկը չի հայտնվելու, այդ թվում նաև դրսից, որ ֆինանսավորելու է տեղական յան ազգանուն կրող շրջանակների, սա ինչ գործելավոճ է եւ սա ինչ նախադեպ է առհասարակ։ Այսինքն կարելի է փողով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ընդդիմադիրի աթոռ առնել, լուրջ եք ասում։ Այս ինչ սա է ժողովրդավարությունը։ Սա է ազատ մրցակցային պայմաններն ու հնարավորությունը։ Չէ, երևի սխալ պատկերացում ունենք մենք դրա մասին։ Կամ մենք ենք հոգեկան հիվանդ, մենք խնդիր ունենք հասկանալու հետ եւ չենք կարողանում հասկանալ ինչա ժողովրդավարությունը կամ չգիտեմ, չեմ հասկանում ես։ Այսինքն ազգային ժողովի ընդդիմադիրների աթոռները եկեք արձանագրենք, որ փողով կարելի է առնել, հա։ Ես իշխանությանը նորից եմ կոչ անում։ Ես ողջ ընթացքում եղել եմ քաղաքացիական պայմանագրի, հատկապես վարչապետի քարոզչական այդ խմբի կողքին եւ նրանց հետ միասին։ Ես արձանագրում եմ, որ քաղաքացիական պայմանագրի ստացած քվեները լեգիտիմ են եւ այո, քաղաքացիական պայմանագիրը անգամ այս խայտարակ ընտրությունների պարագայում ստացել է ժողովրդի մեծամասնության քվեն եւ դա չի քննարկվում։ Օրգանական, ստատիկ, մաքուր, բյուրեղյա քվեներ են քաղաքացիական պայմանագրի քվեները։ Ես սա արձանագրում եմ։ Բայց տիկնայք եւ պարոնայք։ Կալուգացի օլիգարխի կողմից գլխավորված կուսակցության քվեները ոտից գլուխ կեղծիք են եւ ես դա չեմ ընդունում։ Ու ես վստահ եմ, որ եթե փողի վինտիլներն ու աղբյուրները փակվի, սրանք ընտրական անցողի քշեմը հաղթահարելու խնդրի առաջ են կանգնելու։ Ինչի՞ չի փակվել։ Լավ ընդունենք օրենսդրական անցքեր ա եղել, բացեր ա եղել, իրավապահ համակարգը պատրաստ չի եղել եւ այլն եւ այդպես շարունակ, բայց արձանագրվել է, չէ՞, հարյուրավոր դեպքեր ընտրակաշառքի վերաբերյալ։ Եվ արձանագրվել է, որ դա հետևանք ա ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ինչ եք առաջարկում։ Եթե դուք չեք առաջարկում, ես իմ առաջարկը կարող եմ կրկնել։ Քարոզարշավի ժամանակ տրված խոստումը Փաշինյանի իրականություն դարձնել։ Իրավական առումով չոքացնել պատերազմի եռագլուխ կուսակցությանը, պատերազմի եռագլուխ կուսակցության հետագա պրոցեսներին, քաղաքական պրոցեսներին մասնակցությունը դե յուրե օրենքով երկաթե այդ մուրճը իբրև արդարադատության սիմվոլ սրանց գանգին տալով քաղաքական պրոցեսներից դուրս դնել, որովհետև էլի հիմնավորումը մի քանի դրվագով ընտրակաշառք, Պուտինի միջնորդություն, արտաքին հետք, ադրբեջանական նարատիվերի մեջ Հայաստանի Հանրապետության մեջ կիրառում, ընդհանուր հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգերաշտության հնչեցում, Հայաստանի Հանրապետության քարտեզի պատռում, քանի հատ բան բերեմ, հիմնավորում բերեմ։ Բայց այդպես ժողովրդավարության գորուստ կունենա։ Ներողություն, ժողովրդավարության կորուստ արդեն ունեցել ենք։ Եթե իմ երկրի խորհրդարանի ընդդիմադիրների աթոռները զբաղեցնում են մարդիկ, ովքեր քաղաքացու ձայնը գնել են։ Սա է ժողովրդավարություն։ Մոլդովայի օրինակով ես նորից եմ կրկնում, պրոռուսական Պուտինյան Ռուսաստանի հանդեպ մեծ սեր ու ակնածանք տածող եւ կապեր ունեցող շրջանակներին պետքա ականջով թղթից բռնած ուղակի համապատասխան ինստիտուտները Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտից դուրս վռնդեն, դուրս հրավիրեն։
ուղղորդեն որ դուրս գան։ Էլ ոնց ասեմ։ Քաղաքական դաշտը առողջացնենք ու այս ժողովրդի ներվերի հետ քիչ խաղանք։ Հերիք է էլի։ Հասկացանք։ Հիմա էլ իրանք են բողոքում։ Դուք խայտարակության աստիճան։ Այսինքն դուք խայտարակության աստիճանը նայեք, հիմա էլ իրենք են բողոքում։ Դժգոհ են։ Սրանք սերունդ պղծելու համար պետքա դատվեն։ Այդ երիտասարդներին, որ ներգրավել են ընտրակաշարք բաժանելու այդ մեխանիզմի մեջ, այդ իրենց մի հատ սերունդ պղծելու համար սրանք պետքա դատվեն։ Ընտրակաշարքը հազիվ մեզ հաջողվել էր 2018 թվականից հետո ընտրակաշարքի այդ դուռը փակել։ Հիմա եկեք արձանագրենք, ամոթով կարձանագրենք, հպարտությամբ կարձանագրենք, ինչով ուզում եք արձանագրենք, բայց պարզ ճակատով իրար աչքերի մեջ նայենք ու արձանագրենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վրա ընտրակաշարքը ունեցել է էական ազդեցություն եւ վերջնական արդյունքի վրա լրջագույն ազդեցություն։ Հակառակ պարագայում ուժերից մեկին հնարավորություն կտրվեր առողջ մրցակցության պարագայում ճեղքել ես նախկին ներկա ոչինչ չտվող եւ շարունակական անվերջ թվացող հակասությունը։ Ու արբիտրի դեր կկատարել խորհրդարանում, ոչ թե պատերազմի եռագլուխներն են, իրենց թալանված միջոցներով, կեղտոտ փողերով, հակած տակը կեղտոտած շալվարներով, քյաբաբներով, չգիտեմ էլ ինչերով, պաստառներով, ավտոբուսներով, պսկովցի գագոներով, վաչոներով ու Հայաստանի Հանրապետության խեղճուկարակ քաղաքացին է։ Բա պետության համը այլ կերպ, քան իրենց հենց այս process-ից դուրս թողնելու արդյունքում երբ համնալու իրանց բերան։ Հենց այս process-ից դուրս թողնելը պետքա լինի պետությունը իրանց կոկորտում մնալ։ Ու ես վստահ եմ, որ անկախ նրանից թե քաղաքացիական պայմանագրումով ինչ կարծիքա հրապարակային առանձին արտահայտում, ես ներքին վստահություն ունեմ, որ հանրապետության վարչապետը հետևում է երկրում ծավալվող իրադարձություններին եւ հանրապետության վարչապետը ի վերջո այդ ճանապարհով էլ գնալու է։ Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի տրված խոստումը չոքացնելու կալուգացում Բելարուսամետին ու Քոչարյանին ու ինչպես նաեւ Սերժին կալուգացու հիմնական մարիոնետավար, ինչպես կասի Փաշինյանը։ Ես վստահ եմ, որ ինքը այդ ճանապարհով գնալու է ու նոր ընտրությունների պարագայում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը ի վերջո հաղթելու է։ Սա ժողովրդավարության մասին չէր։ Ժողովրդավարության մեջ կաշառքով չեն գալի, ահաբեկմամբ չեն գալի։ Դրսի որևէ երրորդ պետության, այդ թվում նաև Պուտինի գարանտիայով, հովանավորչությամբ, խնդրանքով, միջնորդությամբ քաղաքական process-ների մեջ չեն ներգրավում։ Հիմնական մեխը ես մեր քննարկման հենց դա եմ դարձրել, ինչպես որ դուք նկատում եք եւ սիրելի հայրենակիցներ, ինչպես որ դուք եք նկատում։ Հիմնական մեխը ես հենց նոր, ոչ թե նոր վերաքվյարկության մասին եմ խոսում, նոր արտահերթ ընտրությունների մասին եմ խոսում, արտահերթը լայն հասկացողություն է։ 5 տարվա կյանք էս խորհրդարանը պիտի չունենա ուղղակի։ Պիտի չունենա։ Այլապես պիտի վերադառնանք անցյալի այլապես նույն շրջափուլը շարունակվելու է։ Ադրբեջանի նախագահը տեսնելու է, որ այստեղ 300,000 ադրբեջանցիների թեզը մահակա դարձել ժողովրդին ահաբեկելու եւ պետությունը ներսից ցնցումների, պառակտումների տանելու համար եւ ամեն անգամ ինքը դրանից օգտվելու է։ Էլ չեմ խոսում սահմանադրության մասին։ Կարևոր հարց կա, չէ՞ մեր դիմաց։ Սահմանադրությունը։ Ու ես այն ջայլամներից չեմ, որ ժխտում եմ այդ սահմանադրության փոփոխման հարցը եւ փորձում եմ խուսափել այդ հարցից։ Քաղաքական դաշտում բազմաթիվ այդպիսի ջայլամներ կան, չէ՞, որ այդ սահմանադրության վերաբերյալ հարցը տալիս ես, իրանք կամ ասում են դա Ալիևի պահանջն, Ալիևի սահմանադրությունն է, կամ էլ ընդհանրապես կարծիք չեն արտահայտում։ Իսկ ես արտահայտում եմ այդ կարծիքը եւ շատ համարձակորեն։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է փոխվի, ժողովուրդ ջան։ 2018 թվականից դեռևս մենք ունենք արձանագրած փաստ, որ պետք է սահմանադրությունը փոխվի։ Հիմա ես բերեմ պատճառներ, թե ինչի պիտի փոխվի։ Այո,
որովհետև Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ հիմա դուք բացատրեք սահմանադրության կողմ կամ անկախության հռչակագրին կողմ շրջանակներ։ Ինչ է նշանակում անկախության հռչակագրի մեջ Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու մասին այդ փափագը, իղձը, երազանքը, պապուկտակը, այդ ի՞նչ է։ Չբացատրեք էլի, այս իրողություններից հետո միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու իրողությունից հետո, խաղաղության օրակարգ որդեգրելուց հետո, տարածաշրջանի կապուղիներ բացելուց հետո, պատերազմի էջը հավերժ փակելուց հետո, սա ի՞նչ է։ Բացատրեք հասկանանք։ Հաջորդը ինչի պետք է փոխվի սահմանադրությունը։ Ասեմ, որ դատաիրավական մաֆիան ծնկի գա Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ ու հեղափոխությունը հասնի դատաիրավական համակարգ։ Սահմանադրության նոր տարբերակի ընդունվելու պարագայում հանրաքվեի արդյունքում ընդունվելի պարագայում բոլոր դատավորները դառնալու են դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Ու խոշորացույց իրենց ուղղությամբ կերկնակի թափով միացվելու եւ աշխատելու է ու ստուգվելու է նրանց բարեվարկությունը։ Ով արժանի կլինի կշարունակի պաշտոնավարել, ով արժանի չի լինի կստանա իր արժանի պատասխանը։ Բարի իրավական, մարդկային տեսանկյունից վերցրած։ Ու էլի շատ պատճառներ։ Եվ ի վերջո եկեք արձանագրենք, որ այն սահմանադրությունը, որ հիմա կա եւ գործում է, սա Սերժի սահմանադրությունն է։ Եվ այս սահմանադրությունը լեգիտիմ չի եւս։ Այս սահմանադրությունը չի ընդունվել ժողովրդի կողմից։ Ժողովրդի քվեով կեղծվել այդ արդյունքները։ Սա չենք ընդունում։ Սա խնդիր չի։ Ես չեմ խուսափում այդ հարցից, նորից եմ կրկնում։ Այո, Ադրբեջանն էլ ունի իր նկատառումները Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասով։ Հայաստանի Հանրապետությունն էլ այդ թվում ունի նաև Ադրբեջանի մասով։ Բայց ինքներս մեզ համար թողնենք Ալիևին, Ալաշուքյուր Փաշազադեին, մյուսին, եկեք թողնենք։ Մի պահ պատկերացրեք, որ չկան։ Մենք ընդունել ենք տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը ճանաչել ենք նրանց կազմում։ Ի՞նչ է դա։ Դա պատերազմի էջը բացելու համար պարարտ հող արդյոք չի ստեղծում։ Եկեք խոսենք, եկեք պատահենք։ Ճիշտ է այդ մարդիկ կան, որ ասում են մեր հասարակությունը ինչպես կընկալ է ծեր ասածը։ Լսեք, հասարակությունը հիմա այս խոսույթը հասարակությունը ես առնվազն նաև ընտրությունների արդյունքներն են դա փաստում։ Հասարակությունը ուզում է խաղաղություն։ Հասարակությունը ուզում է կայուն զարգացում։ Ադրբեջանը ուզում է, բավամգրճան։ Իսկ Ադրբեջանի չուզելու համար Հայաստանի Հանրապետությունը քայլեր ունի անելու, թե չունի անելու, այս համատեքստում էլ եկեք դիտարկենք։ Եթե ինտիմությունը թե իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը հավաքական առումով Հայաստանի Հանրապետությունը պետքա իր շուրթերով, պետության շուրթերով Հայաստանի Հանրապետության ինստիտուտների եւ հիմքերի տակ դրված փաստաթղթերի մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային նկարտումներ ունենա, թե ոչ։ Եվ եթե ունենա սա արդյոք անկախ նրանից դա ինչպես է բնորոշվում, իղձ, երազանք, թե պապուց կտակ, ով ոնց ուզում է, թող դա բնութագրի։ Դա խնդիր առաջացնում է, թե չի առաջացնում։ Եթե մենք խոսում ենք Արևմտյան Հայաստանից անընդհատ կամ քաղաքական դաշտի խաղացողները կաշառքով, Կարսից, Վանից, Բիթլիսից, Մուշից, չգիտեմ, Ադրբեջանը կարող է խոսել օրինակ Արևմտյան Ադրբեջանից կամ այդ կեղծ փուչիկը փչել իր Սևանալիջը ու այսպես շարունակ դրանք հայելային են եւ եթե մենք ի վերջո որպես ժողովուրդներ մենք հայ ժողովուրդը եւ ադրբեջանցիները այդ պատերազմի վերջին էջը չփակենք եւ ինքներս չգանք այն կետին, որ պետք է ավարտել եւ այս հակամարտության վերջ ուղակի չի երևում ու սերունդներ են մատաղարվում ու երրորդ պետությունները ձեռքեր են տաքացնում,
մենք պետք է այդ էջը փակենք։ Երկուստեք։ Եվ այդ համատեքստում անընդհատ պետք է աշխատել։ Որովհետև նաև կենսական նշանակություն կա դրա տակ դրված։ Մենք խոսում ենք տարածաշրջանի կապուղիների բացվելուց, մենք խոսում ենք թրիփից, մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ լինելուց։ Դա ոնց պետք է կյանքի կոչենք։ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելով, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելով, հավաքական արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելով, այս էտա ճանապարհը։ Ու ժողովուրդը դրան տեր է եղել։ Ես տեսել եմ, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Անշուշտ այլ պիտի լար, եթե մեր ժողովուրդը քվեարկեր Փաշինյանին 60%։ Լսեք, Եթե ես նորից եմ կրկնում, էլի եկանք այդ խոսակցության։ Ես կասկածի տակ եմ դնում խորհրդարանական ընդդիմության լեգիտիմությունը։ Հիմա դուք ասում եք Փաշինյանը 60%։ Ես բերեմ փաստեր։ Փաշինյանը 2021 թվականին ստացել է 30,000 ավել 30+1000 ավել քվ, քան 2021 թվականին, 688,000 2021 թվականին էր ստացել, 720+-ով ստացել է 2026-ին։ Այդ մեկը Մոսկվային հյուրերուն քալուն մասին գխոսի, չէ։ Լսեք, այդ հյուրերը, ես նորից եմ կրկնում, 3 ամսյա քաղաքական կիսատ պռատ AI-ով փորձ ունեցող շրջանակը 300,000 քվ է հավաքել։ Ոնց։ Այդ ընտրական տուրիստների, այդ կաշառք վերցնողների միջոցով։ Եթե մենք 60+%-ից ենք խոսում, եթե կաշառքի վինտիլները ժողովրդական լեզվով ասած փակվեր, ընտրակաշառատուները ասֆալտ ծամելով բաժիններ տեղափոխվեին, ինստիտուտները լինեին ավելի բիրտ, քան հիմա են, վստահեցնում եմ 60+% կլիներ, որովհետև ուղղակի այդ մասնակցության այդ աստիճանը չէր լինի ընտրությունների, այդ ընտրական տուրիստները հազարներով, պաչկեքով բառի բուն իմաստով, էլի դրանք, եթե մարդը վերածվում է ինչ-որ առարկայի, ում կարելի է Մոսկվայից վերցնել, տեղափոխվել Երևան, ասել գնա ընտրական տեղամաս, ընտրի ես ինչին, արքես 2 կտոր լապ առնելու համար մի քանի օրվա գումար, լապդ առ, տոմսդ վեկալ ու ռադդ քաշի նորից խոպան։ Եթե եղել է այդ շրջանակը, բնականաբար 60%-ի վրա ազդել է եւ 60% չի արձանագրվել։ Դրա համար պետքա բոլոր հնարավոր խութերը փակել, համակարգը ընտրակաշառատուների սիստեմը ամբողջությամբ բացահայտել, հասնել պարագլուխներին ու այդ գլուխները իրավական առումով գլխատել, չոքացնել ու գնալ նոր ընտրություններին։ Գիտեք, Բաղամգրչյան, մեր նոր կառավարության արչև մի քանի կարևոր թղթածրար կա, որոնց մեկը հիմքովը անշուշտ նախընտրական ծրագրին իշխող ուժին ԿԲ-ին կխոսի, Գաթողիկոսի թեմայով, եկեղեցու թեմայով դուք քանի վարշաբադեն գուկակ Երևան, ինչ մթնոլորտ կա, արդյոք այդ կարծիքը կա, թե Կարեկին Գաթողիկոսը դեղի գուդա եւ խաղաղ, հանդարտ, փոխանցման փուլը բոլորենք ներքին համացայնությունը Փաշինյանի հետ կա այդ մթնոլորտը, թե դակավին օջախները կբացվին առաջիկա օրերուն եւ այս օրագարկը ընդդիմության մանդատ ստանալենի հետ կդառնա մեր սեղանի օրագարկը։ Ես չեմ կարող քաղաքացիական պայմանագրի եւ վարչապետի փոխարեն այդ հարցին պատասխանել, բայց կարող եմ կարծիքը ասել եւ ես այն կարծիքին եմ, որ վարչապետ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը պետքա ժողովրդի լեզվով ասեմ, որպեսզի իրենց համար ավելի պարզ լինի, ոտքը գազից չհանեն եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուղակի ծնկի բերեն։ Այսօր ասում եմ պատերազմի եռագլուխ կուսակցություն, ձեզ չթվա, որ ես այդ պատերազմի եռագլուխ կուսակցության մեջ չեմ տեսնում Կտրիչ Ներսիսյանին։ Կտրիչ Ներսիսյանը պատերազմի եռագլուխ կուսակցության մաֆիայի մասը։ Ու այս օրակարգը չի կարող փակվել։ Չի կարող փակվել։
հույս թող չունենան, որ փակվելու է։ Չի փակվելու։ Որովհետև ժողովուրդը սրան էլ է հավանություն տվել։ Բայց այս օրագարկը վնասներ տվավ, չէ՞ իշխանության։ Հայաստանի Հանրապետության 730,000 քաղաքացի կտրիչ Ներսիսյանի հերացման օրակարգին ասել է այո։ Հիմա ինչու՞ է խնդիրը։ Ծրագրային էր, չէ՞ դա։ Այդ հստակ արձանագրված կետ էր ծրագրային։ Վստահաբար 730,000 քաղաքացի այդ ծրագիրը կարդացել է։ Ու եկեղեցու բարենորոգման մասին կետը Կտրիչ Ներսյանի հերացմամբ եւս կարդացել է։ Ու գնացել դրան ասել է այո։ Ինչ խնդիր կա։ Ինչի պիտի առաջ տարվի։ Միանշանակ առաջ է տարվելու եւ ես շարունակում եմ պնդել, հորդորել, խորհուրդ տալ, պահանջել, եթե կուզեք իբրև արդեն ընտրող պահանջել, քաղաքացիական պայմանագրի ընտրող, պահանջել Հայաստանի Հանրապետության վարչապետից երկրում գործող իրավապահ համակարգից երկրում հաստատել արդարություն եւ արդարադատություն։ Անհետաձգելի միջոցառումների կիրառմամբ, վիրահատական միջամտությունների արդյունքում երկրում հաստատել արդարություն, արդարադատություն, պարարտ հող ստեղծել, Հայաստանի 3 միլիոնին հնարավորություն տալ ընտրելու, ոչ թե պսկովցիներին։ Ու դուք արդյունքը կտեսնեք։ 60 պլյուս չէ, 70 պլյուս էլ կտեսնեք, որովհետև շարունակում եմ պնդել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, շարունակում է ծառավ լինել արդարության ու արդարադատության, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ նույն օդը շնչում են այդ բաշի բոզուկները, քաղաքացին անհարմար իրավիճակում է հայտնվում։ Ու 2018-ին ինքը կանգնել էր, որ այդ բաշի բոզուկները իրանց պատիժը ստանան։ Թալանածը վերադարձնեն պետությանը։ Օտարերկրյա պատվերներ կատարողները չկարողանան այստեղ իրավիճակի վրա ազդեցություն ունենալ։ Հիմա ինչ ունենք։ Ունենք խորհրդարան, որը Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների քվեի արդյունքում իշխանությունա ձևավոր է եւ խորհրդարանի մի մաս, որը այտենց քյաբաբա վեկալ է գնաց ընտրության, հակած տակը կեղտոտած շալվարա վեկալ է գնաց ընտրության, մի 100,000 դրամ փող է վեկալ է գնաց ընտրության, Պասկովի թթվի լարյոկը պահելու համար եկել է ընտրության, վերևն աստված ներքևը Պուտինա տեսել գնացել ընտրության, սա լավ տեղ չի տանում։ Եվ այստեղ նաև եկեք նաև իշխանությանը մի փոք, ես իշխանության վերաբերյալ էլ ունեմ ասելիք, էլի չէր կարելի եւ չի կարելի մի շրջանակ, որը ըստ ձեզ լրտեսական գործունեություն է ծավալում, չի կարելի այդ շրջանակին հավելյալ կշիռ եւ քաշ աղորդել։ Իսկ քաղաքացիական պայմանագիրը դա արել է։ Միտումնավոր, գիտակցաբար դա արել է։ Չի կարելի։ Ում հետ բանավիճում է իշխանությունը, աքսիոմատիկ ճշմարտությունն է, նա էլ ընդդիմություն է։ Իսկ իշխանությունը բանավիճել է բացառապես այդ լրտեսական շրջանակների հետ, բացառապես հիմնականում թիրախ դարձնելով, միտումնավոր թիրախ դարձնելով։ Բայց քաղաքական դաշտում այլ ուժեր էլ կան, այլ շրջանակներ էլ կան։ Եթե չկան էլի մեղավորության մի որոշակի աստիճանը ձերն է։ Բա ո՞նց լինեն։ Ո՞նց են ծնվելու։ Պարոն Արայան, ո՞նց են ծնվելու բացատրեք ինձ 2031 թվականի առողջ ուժերը։ Նոր ուժեր։ Նոր ուժերը ոնց են ծնվելու։ Լուրջ հարց է։ Ես գիտեմ այդ հարցի, ծնվելը խնդիր չի։ Հիմնադրելը խնդիր չի, առողջ գաղափարներ ունեցող մարդկանց ներգրավելը խնդիր չի։ Ամենամեծ խնդիրը ընտրական process-ի մեջ մտնելուց առաջ եւ հենց այդ պահին, որ բախվում ես, դա փողն է։ Հետդ մրցում են դոլարային միլիարդատերեր, 1000 տարվա կաշառակերներ։ Նոր ծավաճապ պետք է, քիչ առաջ նշեցիք։ Գիտեք, նաև ինձ համար շատ հետաքրքրական է եւ կարեւոր է իմանալ ձեր կարծիքը, ինչու Հայաստանի, ասենք, այսպես ասենք, իշխանության քիզին մերց ինտիմությունը չառաջացավ, կամ մենք նկատեցինք այնտեղ ավանդ ունեցող որոշ 2-3 ուժերու ուղղակի շատ անմխիթար վիճակով ավարտում մասին ախոս։ Հանուն Հանրապետություն,
Հանրապետություն գուսակցություն Փևեր չեմ գիտեր այս մի քանի ուժեր կան Բևերի մասով չեմ կարող Գուրգեն Սիմոնյան Գուրգեն Սիմոնյանին խորհուրդ կտամ մի փոքր ամպերից իջնել եղբայրաբար ամենայն անկեղծությամբ բարեկամաբար շնորհաբեդական գուսակցություն այո եւ հանուն արդարության պետք է ասեմ որ միակ մարդը ով ունի խորհրդարանական այդ մասնակից ուժերից խորհրդարանական ընդդիմության լեգիտիմությունը կասկածի տակ դնել դա հենց Գուրգեն Սիմոնյանն է բայց ես եղբայրաբար շարունակում եմ իմ խորհուրդը պնդել իրեն չի կարելի այդպես եղբայր ուղղակի չի կարելի պետք է իրողությունների հետ բայց ինչու այս ուժերը իրողությունների հետ նաև հաշտվել պետք է հաշտվել որ այո ընտրական ձայն գողացողներ կաշառքով գնողներ եղել են եւ պետք է արձանագրել որ նաև իշխանությունը ստացել է օրգանական քվե սեփական ժողովրդից ես սա իբրև մարդ եմ ասում ով մասնակից է եղել եւ տեսել է Քարոզարշավի ողջ ընթացքը ու ժողովրդի վերաբերմունքը Այս պետքա թացը չորի հետ ուղակի չխառնել եւ ճիշտ գնահատել։ Ինչ վերաբերում է Եվրաքվեի կորիզ ուժերին։ Միանշանակ։ Ներողություն, ես ձեզ չէի ասի ինչ ա լինելու։ Սիրելի հայրենակիցներ, չէի ասի ինչ ա լինելու։ Ասել եք։ Իհարկե։ Բաց ճակատով հերթական արդեն որերորդ անգամ առանձին գնալու են հակնեն պատին։ Ժողովրդի պատին ընդ որում։ Եղավ, իհարկե եղավ։ Ինչի այդպես եղավ, որովհետև քաղաքացին արձանագրեց, որ սկզբունքային հարցերում ինչպիսին է օրինակ Հայաստանի Հանրապետության խորհրդարան թույլ չտալ առնվազն Պուտինի գրպանային տեխնացուների ներթափանցում, այսպիսի սկզբունքային հարցում բավարար կամք ոմանք չդրսևորեցին։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ Հանուն Հանրապետություն կուսակցություն իսկ ես միշտ եմ եղել արդարության կողմնակից եւ լավին լավ վատին վատ սկզբունքով առաջնորդվող մարդ Հանուն Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը ամեն ինչ արել է ջանք եւ երրանտ ներադրել որպեսզի այդպիսի համախմբում ստացվի ոմանք ընտրեցին միայնակ գնալու ճանապարհը սեփական ցուցակներով բայց ցուցակի մեջ Ծառուկյանի օգնականների հետ գնալու ճանապարհը ու ինչ է ձեզ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացին խոտ է ուտում կամ գույր է ներողություն Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեզ թվում է բան չի հասկանում Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերլուծել չգիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիշողություն պատմական հիշողություն չունի ինչի է ձեզ այդպես թվում դրա համար եմ ասում քաղաքական դաշտում Այս 2026 թվականի ընտրությունները նաև թոշակառուի բուլեցեն բաժանելու մասին էր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բազմաթիվ ուժերի եւ ուժերի առաջնորդների քաղաքական թոշակառուի կարգավիճակում է դրել։ Ու խնդիր կա քաղաքական դաշտում սերնդափոխության։ Եվ ես այդ խնդիրը բարձրացնում եմ եւ առողջ գլուխներին, առողջ շրջանակներին, վերլուծական հատկապես առողջ շրջանակներին եւ իմ ընկերներին հորդորում եմ, կոչ եմ անում այս օրակարգի շուրջ, այս օրվանից սկսած, այս պահից սկսած, սկսել քննարկումներ, սկսել գործընթաց, սկսել քաղաքական դաշտը առողջացնելու ճանապարհ, որովհետեւ ի վերջո մեր ուսերին է դա Երիտասարդության ուսերին է դա լինելու եւ դրվելու քաղաքական դաշտի բոլոր պատկառելի տարիք ունեցող բայց ոչինչ այդպես էլ քաղաքական դաշտում չասած շրջանակները այլևս քաղաքական դաշտը պետքա չպարակտեն կամ եթե պարակտեն դա ազդեցություն չունենա քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայի վրա դրա համար ես երիտասարդ կարող առողջ շրջանակներին գաղափարական ընկերներին հորդորում եմ այս պահից սկսած երիտասարդության իբրև կորիզ դիտարկելով եւ որոշիչ ուժ դիտարկելով սկսել գործընթաց քաղաքական դաշտում ասելիք ունեցող համախումբ կլինի, ուժ կլինի, միավոր կլինի այդպիսի
այդպիսի չգիտեմ, կորիզի ստեղծման ուղղությամբ, այս պայից է պետք մտածել։ Մենք տեսանք, որ քաղաքական ուժեր կային այս ընտրություններին մասնակցող, ովքեր մասնակցում են ընտրություններին 2010, չեմ ասում, նայեք, տեսեք, ես չեմ ասում Սերժի Քոչարյանի ժամանակ իրենց մասնակցությունը ընտրություններին եւ չանցնելը։ Դա նորմալ էր, որովհետեւ այն ժամանակ ինչքան ուզում այնքան խփում էին։ Այս ընտրությունների պարագայում արդեն 2018 թվականից հետո երրորդ ընտրությանը մասնակցող ուժեր կային, որ 3 անգամ անընդմեջ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են եւ գեթ 1 անգամ անցողի քշեմը չեն հաղթահարել։ Մասա խնդիրը փաստա ակնառու փաստա, թե փաստ չի։ Էլ չեմ ասում, որ կային ուժեր, ովքեր թիմ ընտրությունների արդյունքները հիմք էին վերցրել եւ այստեղ այնտեղ պատերի տակ տեխնացուներին էին անվանարկում, տեխնացուների վաստակն էին անվանարկում, տեխնացուների ստացած ձայներն էին դնում քննարկում, դնում վերցնում, այն պարագայում, երբ որ մի ամբողջ մարզում այդ տեխնացուի ստացած ձայների կեսն անգամ չեն ստացել համապետական ընտրությունների արդյունքում, առաջնորդի մակարդակով մասնակցության արդյունքում։ Լսեք, քաղաքականությունը թթուչան չի եւ ամեն մարդու բան չի, ու քաղաքականության մեջ մարդու քաղաքական ուժի, քաղաքական գործչի թիվ 1 թշնամին գոռոզությունն է։ Երբեք մի եղեք գոռոզ։ Երբեք սեփական ժողովրդից մի կտրվեք։ Երբեք մի կտրվեք այս ժողովրդից։ Միշտ հիշեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իմաստուն է։ Միշտ հիշեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի հիշողություն։ Միշտ ականջներիդ օղ արեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին խոտ չի ուտում։ Անկեղծ զրույցեր, ինչպես միշտ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ այսօր անկեղծ զրույցս քաղաքագետ Արճուն Մկրտչյանի հետ էր, նաև հորտորս ցեզի հարգելի ագնտիրներ, հետևեցեք մեր թողարկումներուն, տարածեցեք մեր դեսանյութերը, այդպիսով խթանած գլակ միայն ու միայն անգախ մամուլի մեր առաքելությունը բարի մնացես։